Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա-քասթ հաղորդման իմ հյուրն է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Պարոն Զուրաբյան, հաշված օրեր են մնացել ընտրություններին, քարոզարշավը աստիճանաբար մոտենում է իր ավարտին, այս պայմանությամբ հասել ենք արդեն ինչ-որ մի հանգրվանի, որ կարող ենք արձանագրել որոշակի արդեն իրողություններ, որոնք փոխվել են այս քարոզարշավի ընթացքում, այսինքն ընտրողների մոտ կա արդեն որոշակի կողմնորոշվածություն, թե որ քաղաքական ուժը ավելի հնարավորություն կտան անցողիկ շեմը հաղթահարելու, որին կմերժեն այս տրամաբանության մեջ կա ինչ-որ վերլուծություն, որը ես կարծում եմ իրավիճակը բավականին անորոշ է շարունակում մնալ եւ ընտրողի մոտ կա անգամ որոշակի շփոթ, որովհետեւ պարզ է, որ Փաշինյանը այս իշխանությունը, որը շատ մեծ վնասներ է տվել Հայաստանին, բայց այսօր բռնել է հերթական անգամ բանի խաղաղության կուրսը, ինքը լավ ընտրություն չի, բայց ժողովուրդը փնտրում է եւ չգիտեմ առայժմ գտնում է թե չի գտնում այլ ընտրանքը։ Այս առումով շատ կարեւոր է որ հասկանանք ով ինչ է ասում այս ընտրություններում։ Հիմա նայեք, Նիկոլ Փաշինյանը ասում է խաղաղություն եւ փաստարկ է բերում, որ տարիուկես սահմանին կրակոցներ չեն հնչում եւ նա իր անձը ասոցացնում է խաղաղության հետ, ասելով որ եթե ես չլինեմ, լինելու է պատերազմ։ Դուք նույնպես խաղաղություն եք առաջարկում, այսինքն ձեր շեշտադրումը նույնպես խաղաղության վրա է։ Ես որպես ընտրող, ինչպես տարբերակեմ, որ խաղաղությունն է իրական, որը fake։ Նախ միանգամից ինձ թվում է պարզա դա, որովհետեւ Փաշինյանը իսկապես իրեն փորձում է ասոցացնել խաղաղության հետ, որովհետև գիտի, որ ժողովրդի ամենաշատ ուզածը հենց դա է, որ մենք այս պատերազմների ցիկլից դուրս գանք ու նորմալ կյանքով ապրենք, բայց ինքը անում է մեծ խարդախություն։ Ես ընդհանրապես ասում եմ, Նիկոլ Փաշինյանը երևի աշխարհի պատմության մեջ ամենալուրջ քաղաքական շուլերներից կամ խարդախներից մեկն է։ Նա բերել է պատերազմ, ասենք որ ռեալ փաստով նայես 8 տարի է կառավարել է մարդը, 10 հատ բախում է բերել Ադրբեջանի հետ, 3 հատ պատերազմ, ծավալ տենց լայնամասշտաբ, լայնածավալ պատերազմ, որի ընթացքում մենք 5000 մարդ ենք կորցրել ու չգիտես ինչի ինքը sense մեկ էլ կատաղում է մեր քաղաքացիների հետ խոսելիս, երբ որ ասում են 5000 մարդ, ասում են ոնց ինչ 5000-ը ինչ թվեր են, ինչ բան, հա որ սա իրար հետ գումարում ես, գալիս է այդ 5000-ին։ Այդ բոլոր այս 10 բախման հետևանքով բոլոր մեր տված կորուստները իրար գումարի կտեսնես ինչ է ստանում, ել չենք ասում որ ոչնչացել է Արցախը, մի պատմական բնորան հայ ժողովրդի ոչնչացել է, նույն բանը ինչ որ եղավ, ասեք 15 թվին։ Եվ այս ամբողջը եղել է իր կառավարության օրոք, իր կառավարման սխալների պատճառով եւ արդյունքով։ Հիմա այս մարդը առանց դեմքի արտահայտությունը փոխելու, մենակ թրաշվելով, որոշել է, որ ինքը այլևս խաղաղության ռավիր է, խաղաղության, չգիտեմ ինչն է, այսինքն դու ինչ կապ ունես խաղաղության հետ։ Դու մեղադրում էիր ժամանակին 15 թե 16 թվին, որ Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը ինչ որ իրար հետ դավեր են ուտել, ինչ որ պլան են ուզում իրագործեն 5 շրջանը տան, պատկերացնում եք, դա հանցագործություն էր ինքը դիտարկում, որ 5 շրջանը ուզում ենք տանք Ղարաբաղից դուրս, որ պահպանենք խաղաղությունը։ Հիմա այդ մարդը այն ժամանակ դա հանցագործություն էր համարում, ինքը տվեց ամեն ինչ, ոչ թե 5 շրջան, ոչ թե 7 շրջան, այլ նաև Ղարաբաղը, հələ մի հատ էլ հետը տվեց մեր բոլոր ստրատեգիական բարձունքները հայ-ադրբեջանական սահմանի վրա,
Ընդ որում շարունակում է տալ։ Ընդ որում շարունակում է տալ ու հիմա էլ բանի իրականացման մեջ է դրել Զանգեզուրի Միջանցքի պլանը, իրականացման պլանը, որով մենք ըստ էության կորցնելու ենք մեր ինքնիշխանությունը առնվազն այն գոտու վրա, որտեղ այդ ամեն ինչը կառուցվելու է։ Հիմա այս մարդը, հələ ասենք, ինչքան պիտի ժուլի կլնես, ինչքան պիտի բան էլի դες ֆանտազիայի, մանիպուլյացիայի, չգիտեմ ինչի տեր լես, որ կարողանաս մի ամբողջ ժողովրդին, որի աչքերի առաջ է այս ամեն ինչը տեղի ունեցել, դու ներկայանաս որպես հիմա էլ արդեն ինքը խաղաղության ճարտարապետն է։ Բայց նա ասում է 91 թվականին Ալմատի հռչակագրով հանձնել են Ղարաբաղը, մի քիչ անհետ է ստացվում այդ դեպքում։ Ստացվում էր, որ իսկ հետո էլ անցյալ տարի 23-ին օգոստոսի հռչակագրի այդ օրվա կապակցությամբ իր ուղերձում ինքը ասում է, որ չէ, ես եմ հանձնել, որովհետև ուզում էի Հայաստանի սուվերենիտետը փրկել, հա, որովհետև եթե այն պլանը իրագործվեր, ասում է 19 թվի պլանը, հայտնի պլանը, որ ինքը մերժել է, ինչի պատճառով մենք այս աղետի մեջ ենք ընկել։ Ասում է, եթե ես այն ժամանակ այդ պլանը ընդունեի, այսինքն այդ 5 շրջանատայ խաղապահ զորքերով դավաճան։ Այդ դավաճանը այդ մի ուրիշ օր է ասում, կոնկրետ այդ ուղերձում ասում է, այդ դեպքում հնարավոր չէր դառնա բանը հաշտությունը Ադրբեջանի հետ եւ երկխոսությունը Թուրքիայի հետ։ Նախ իսկապես մեծ հարց ծագում այս մարդու ինտելեկտուալ կարողությունների մասին, որովհետեւ եթե այդ պայմանագիրը ստորագրվեր, դա հենց քայլ էր դեպի հաշտություն ու խաղաղություն։ Իսկն խաղաղությունը ո՞նց է լինում։ Եթե Ադրբեջանը համաձայնվում է քո հետ ստորագրել խաղաղություն, հենց այդ է խաղաղությունը։ Իսկ դու ասում ես, չէ, ես այդ չարեցի, հələ մի հատ ուղեղի աշխատանքը, այդ չարեցի, որ հնարավոր դառնա Ադրբեջանի հետ հաշտությունը։ Այսինքն ինքը ինչ է ուզում ասի։ Տարբերությունը մենակ հետևելն է, որ ինքը զոհաբերել է Ղարաբաղը, այսինքն Ղարաբաղը պետք է ընդհանրապես շարքից հանել, որ մեր հաշտությունը Ադրբեջանի հետ կայանար։ Դեմանա ասում է, չնայած ասում եմ, այդ հաշտությունը կարար կայանար 19 թվականին, մեզ համար շատ լավ պայմաններով պահպանելով Արցախը, հայկական։ Նա ասում է Ղարաբաղը թակարդ է եղել, որ ներքաշել են մեզ թակարդի մեջ, որպեսզի մշտապես վերահսկողության տակ պահեն, քաղաքական անկախությունից զրկեն եւ այլն, դա է նրա նույն հարցը եմ տալիս 2019 թվականին առաջարկվել է, եթե ընդունում ենք թակարդեր, այդ թակարդից ելքը ինքն է մտել փակվել է թակարդում, հələ մի հատ էլ մի քանի բանով էլ զամոկով էլ փակվել է, ասել է այստեղ դուրս չեմ գա։ Պարոն Զորավյան, նայեք, ինքը մերժեց առաջարկը 2019 թվականին, սակայն մերժելուն զուգահեռ նա անում էր սադրիչ հայտարարություններ, ել ավելի գրգռելով իրավիճակը։ Իմ պատկերացմամբ նա Ադրբեջանին քարտ բլանշ տվեց պատերազմ սկսելու։ Վերցնենք իր հայտարարությունները Արցախ-Հայաստանը եւ վերջ, որ ոչ մի բանակցություն, որ սկսում է բանակցությունը զրոյական կետից, ստացվում է 30 տարի ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում ինչ բանակցվել է, դա զրոյացվում է եւ այլն եւ այլն։ Հիմա միտումնավոր քայլ էր դա, թե քաղաքական անգրագիտության հետևանք էր։ Այսինքն նա իրոք միտումնավոր գնում էր Արցախը հանձնելու ճանապարհով, թե պարզապես իր ոչ կոմպետենտությունը բերեց նրան, որ արդյունքում մենք կանգնեցինք այս իրավիճակի առաջ։ Գիտեք, ես հիմա չեմ ուզում մտնել այս բանի մեջ ու ասել ինքը դավաճանա, թե անխելքա, թե ինչա, կարող է եւ մեկը, եւ մյուսը, եւ երրորդը, հիմա հարցը դա չի։ Հարցը այն է, որ ինքը չի կարող լինի Հայաստանի ղեկավար։ Էս է հարցը։ Ու ինքը իրականում ինչ է ասում։ Մեծ հաշվով, որ իր սաղս կրուտիկները, սաղս իր 100 անգամ դիրքորոշումը փոխելը, այդ սաղ մի կողմ դնենք, իր ասածը հետևյալն է, այն ժամանակ էշություն եմ արել, ինչ որ մի հատ մոդել է եղել հայրենասիրության, այն էլ կայսրական, պարզմա Ռուսաստանն այդ մոդելը մտցրել իր գլխի մեջ, հիմա ինքը այս բոլոր պարտություններից գլուխը ճակատով տալուց Հայաստանը սենց նվաստացնելուց հետո, Արցախն էլ կորցնելուց հետո, ինքը խելոքացել է։ Ինքը հասկացել է, որ պետք է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ գնալ խաղաղության։ Մեծ հաշվով ասում եմ, սաղ իր բաները, դավաճան, չգիտեմ ինչ բան, մի կողմ դնենք, որ ես այդ չէի անի, եթե անեիք ասեիք դավաճան, այդ սաղ իր այդ արդարացումները, սաղ մի կողմ դնենք, ոնց որ ասում են այդ
սուխոյ աստատակ մեն Փաստերը։ հա չէ մնում այն որ ինքը ասում է ես այս ժամանակ սխալ էի հիմար էի արկածախնդիր էի հիմա ես բանն արդեն հասկացել եմ ելքը կյանքի իմաստը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության մեջ է հա հիմա այստեղ գալիս է գլխավոր խնդիրը որովհետեւ իհարկե մենք էլ միշտ ասել ենք որ Հայաստանի անվտանգության երաշխիքները պետք է փնտրել մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մեջ մասնավորապես Ադրբեջանի հետ է պետք լուծել կոնֆլիկտը Թուրքիայի հետ է պետք լուծել հակամարտությունը որովհետև Թուրքիայի հետ էլ կան ցեղասպանության ասենք այդ հարցերը բայց հիմա Թուրքիան իհարկե ավելի մեծ պահանջներ է դնում մեր առաջ որտեղ Զանգեզուրի միջանցքը ինքն էլ կանգնել Ադրբեջանի թիկունքին այդ հարցում եւ մենք միշտ էլ ասել ենք որ պետքա գնալ հաշտության եւ համաձայնության այդ ճիշտ է բայց հարցը հետեւյալն է երբ որ դա արվում է հայկական ինքնությունը այսինքն մեր հայությունը մեր մեջի հայությունը ուղղակի զոհաբերելու գնով ինչ անում է Փաշինյանը այդ դեպքում երկու հարց է ծագում նախ ինչա կարմիր գիծ չկա այսինքն մենք Ադրբեջանը պետք է որոշի սրանից հետո հայկական ասենք ներքին քաղաքականության մեջ ինչը թույլատրված է ինչը թույլատրված չի ջնջի մեր հիշողությունը հիմա իրանք շատ իրանք բան են ագրեսիվ են պահում իրանք ասում են օրինակի համար ընդեղից Բաքվից կարան մի հատ աղմուկ բարձրացնեն որ ինչ եք դուք ասենք սենց մի բան արել կամ ցեղասպանության մասին սենց բան խոսել ապրիլի 24-ին այս ամբողջը իրանք դիտարկում են որպես բան ազգային չգիտեմ ինչ սպառնալիք իրենց հասցնեն եւ սպառնալիք եւ ազգային ատելություն ինչ որ բորբոքող բաներ եւ իրանք պնդում են որ դա ամենը պետք է բորբոք բան անի այդ ամենը պետք է վերացվի եւ դրանով պետք է զբաղվի հայոց պետությունը հայոց այն պետությունը ոնց որ իրանք պատկերացնում են որ պետք է լինի հիմա հարց է ծագում լավ եթե այդ ախաղության գինը դա ըստ էության նշանակում է հայության ոչ թե հայություն ասելով նկատի ունեմ հայ ժողովուրդը հայություն մեր մեջի հայությունը մեր մեջի հայության ջնջումը էս է նշանակում այսինքն այդ մարդիկ ասում են մենք ձեզ հետ խաղաղ կլինենք եթե ոչնչացվի պատմական երբ որ ձեր ինքնությունը պատմական հիշողությունը ձեր ազատությունները իդեպ որտեղ հիմա կներեք շատ լավ գիտեք ասենք մենք հայ-դատական դաշնակցականության հետ միշտ ունեցել ենք մեծ հակասություն եւ պայքար գաղափարախոսական եւ այլն որտեվ համարել ենք դա արկածախնդիր մոտեցում ոչ ռեալիստական եւ այլն բայց չի նշանակում որ այդ հայ-դատականությունը ասենք ոչ ոք իրավունք չունի արտահայտելու Հայաստանում մարդիկ միշտ էլ լինելու են մարդիկ որոնք ունենալու են ազգայնական կամ ծայրահեղ ազգայնական մոտեցումներ մինչդեռ ասենք եթե մենք մտնենք խաղաղության նիկոլական մոդելի մեջ դա նշանակելու է որ Ադրբեջանը մեզ թելադրելու է ինքը ասելու է ինքը նախ Փաշինյանին դիտարկելու է որպես Ադրբեջանի կուսակալ ինքը ասել է այս մարդիկ շատ են խոսում գնա իրանց բան արա բան տարքի ջնջի տուրմեզ դե ոչ վաղանցալով որքան հիշում եմ Ալիևը մի անգամ հայտարարեց որ եթե Նիկոլ Փաշինյանը Արմատա Խիլչյանի ռևանշիստական դե նրա պատկերացմամբ այդ ամենը ռևանշիստական ձգտումներ են ռևանշիզմը Հայաստանից Արմատա Խիլչյանի դա ստիպված ենք անելու մենք ինքներս այսինքն ուղիղ սպառնալիք էր որ կամ դու անում ես կամ մենք սկսում ենք նոր պատերազմ եւ դրա մի մասն էլ կազմում է այս հարձակումները հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ նրա ինքնուրույնության դեմ, այսինքն Փաշինյանը ինչի է եկել որոշել որ պետք է եկեղեցին վերցնի իր վերահսկողության տակ, որովհետև Բաքուն այդպես է ուզում, որովհետև 1700 տարի այդ հաստատությունը լավ թե վատ պահպանել է մեր ինքնությունը։ Հիմա եթե դու սկսում ես խփել ամենակենտրոնական, ասենք, հաստատություններին քո ինքնության պահպանման, դու այո ոչնչացնում ես հայերի ինքնությունը։ Եվ դա ուղիղ այն է, ինչ որ ըստ էության Ադրբեջանը ուզում անի Նիկոլի ձեռքով։
եւ Նիկոլն էլ հլու հնազան դա կատարում է։ Դրա համար հիմա այս ամեն ինչը ինչ եմ ասում, որ մեր ասած խաղաղությունը դա ինքնիշխան իրական խաղաղությունն է։ Այսինքն մենք էլ ենք հասկանում կոմպրոմիսների է պետք գնալ, չգիտեմ, այդ իրանց ինչ որ հաղորդակցման խնդիրները պետք է գնալ լուծել եւ այլն, այդ ամեն ինչը պետք է անել, բայց դու պետք է պահպանես քո որպես հայ ազգ, որպես Հայաստան, քո ինքնուրույնությունը, հայությունը, հայկականությունը, եւ եթե Նիկոլ Փաշինյանը այլ բան նկատի ունի, դա նշանակում է ինքը խաղաղություն չի ուզում, ինքը ուզում է ադրբեջանացում, ինքը ուղղակի ուզում է Ադրբեջանի, Հայաստանի ադրբեջանացման պլանի խաղաղ իրականացում, ոչ թե ցեղասպանության, բռնության միջոցով, այլ խաղաղ ձևով։ Պարոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյանը թեպետ թրիփը այս պահին միայն թղթի վրա է, բայց Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է այն որպես անվտանգային ինչ-որ գործիք, ինչ-որ մեխանիզմ, որ իր պատկերացմամբ այդ թրիփի շահագործմամբ պետք է շահագրգիռ լինեն բոլորը անխտիր, այդ թվում Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, սակայն ակնհայտ տեսնում ենք, որ Իրանի կողմից կան ոչ միայն անհանգստություններ, այլև լուրջ սպառնալիքներ, հայտարարություններ, ընդհանուր Հայաստանին մեղադրելով հակաիրանյան կոալիցիային միանալու համար։ Որքանով ես հասցնում եմ հետևել Քարոզ Արշավին, կարծես դուք միակ քաղաքական ուժն եք, որը առաջարկում է հստակ մեխանիզմ TRIP plus BRICS այդ բանաձևը կարծում եմ լայն հասարակության համար գուցե այդքան էլ ընկալելի չլինի կամ այդքան էլ հասկանալի, այդքան էլ ծանոթ չի ամենայն դեպս BRICS-ը։ Խնդրում եմ ներկայացրեք նախ այդ գումարումը TRIP-ի եւ BRICS-ի եւ ինչպես TRIP plus BRICS-ը կարող է ապահովել իրոք Հայաստանի անվտանգությունը։ Նայեք, ընդհանրապես երբ որ ես հետևում եմ այս ընտրաշարին, ինձ մոտ տպավորությունն է, որ մարդիկ ոնց որ կարծում են, որ Հայաստանից այն կողմ աշխարհ չկա, ու այդ աշխարհը ընդհանրապես ոչ մի մարտահրավեր չի բերում մեր ազգի առաջ։ Այսինքն, այնպես տպավորությունն է, ոնց որ չկա Ամերիկա-իրանական պատերազմ, որը ընթանում է ու դեռ ասենք զինադադարի մեջ է, բայց ինձ շատ լուրջ պայթյունավտանգ ասենք վիճակ է եւ լուծված չի եւ իրականում անմիջականորեն առնչվում է մեր շահերին նաեւ TRIP-ի առումով, որովհետեւ Իրանը այսօր բավականին լուրջ ռազմական պարտություն է հասցրել Միացյալ Նահանգներին, բոլոր նորմալ օբյեկտիվ քննադատները հենց դա են ասում, որովհետեւ Ամերիկան դատարկելով իր հրթիռային պաշարների կեսը չկարողացավ հասնել իր նպատակների իրագործման, իսկ Իրանը հիմա Հորմուզի այդ նեղուցը բանը անում, վերահսկում է։ Հիմա այս վիճակում, ասենք, ինչ TRIP-ի մասին է խոսքը, եթե Իրանը ուղղակի հիմա գտնվում է մի վիճակի մեջ, որ ինքը կարող է ուղղակի թույլ չտա դա անել։ Հարվածի պարզապես, եթե փորձել շահագործել։ Այսինքն մենք եթե առաջ միջև այս իրանական պատերազմը կարելի էր համարել, որ հա դա ինչ որ չափով երաշխիք է, ինչ որ չափով զսպում է Ադրբեջանին, այս կողմ, այն կողմ, հիմա բարձ չի։ Այդպես է թե չէ, որովհետև իրականում Ամերիկայի դիրքերը միջին արևելքում ներառյալ այս բանը, այս տարածաշրջանը, հարավային Կովկասը եւ մասնավորապես այն տարածքը, որը կապված է Իրանի սահմանի հետ, հյուսային, այդ հարցում Ամերիկան բավականին իր դիրքերը թույլատրել է, կորցրել է։ Բայց այդ մեր հայ հասարակությանը չի հետաքրքրում, ոչ թե ավելի ճիշտ հայ հասարակությանը, այլ մեր հայկական ուժերին։ Ոնց որ նման բան չի եղել։ Բայց մենք դրա մասին զգուշացնում ենք, եւ մեր ծրագիրը TRIP plus BRICS-ը հենց դրա հետ է կապված։ Մենք ասում ենք, որ աշխարհաքաղաքական հավասարակշռություն է պետք, որտեղ եթե դու իրականացնում ես միակողմանի ծրագիր աշխարհաքաղաքական, որը ասենք հետապնդում է Միացյալ Նահանգների, Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի շահերը եւ լրիվ անտեսում է եւ մի կողմ է դնում պատկերից Ռուսաստանին, Իրանին, Չինաստանին ու Հնդկաստանին, դու մտնում ես մեծ ռիսկի մեջ։ Դու մտնում ես, դու այս խաղաղության տակ դնում ես ռումբ, որը ամեն րոպե կարող է պայթի, եւ սա առաջի պայթյունն էր։
էլի կարող են լինել, եթե մենք շարունակենք այս Եվ չկարող են Հայաստանը վերածվի աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբոմի։ Հետևաբար մեր գլխավոր խնդիրը պետք է լինի, որ գոնե Հայաստանի տարածքում եւ նրա շուրջը մենք փորձենք թեթևացնել այդ աշխարհաքաղաքական բանը հակամարտությունը ու լարվածությունը։ Դրա համար էլ մենք առաջարկում ենք 3+ BRICS ծրագիրը, որի ասած հետևելն է։ Okay, այդ արևմուտք-արևելքը պետք է որոշ գերտերությունների դա պետք թող իրականացվի։ Մենք ինքնիշխան տարածք ենք, որը կարող է ոնց որ իր վրա վերցնի դրա իրականացումը։ Բայց այդ դեպքում եկեք նաև ստեղծենք հյուսիս-հարավ ուղղությունը, երկաթուղի կառուցենք, որը նաև կսպասարկի հյուսիս-հարավ ուղղությունը եւ այդ դեպքում ինչ որ մի հատ գերտերությունների շահերի ներդաշնակեցում տեղի կունենա, որտեվ եթե դու դա անես, դու կստանաս կայուն ու երկարատև խաղաղություն։ Եթե դու դա չանես, ոչ կայուն է լինելու, ոչ էլ հարատև է լինելու քո խաղաղությունը։ Ինչ որ նաև ապացուցվում է դեպքերի ընթացքով։ Եվ ընդհանրապես ես ասեմ, այս խոսեցինք ամերիկյան-իրանական պատերազմի մասին, բայց պատերազմը ընթանում նաև Ռուսաստանի եւ Եվրոպական միության կողմից։ Բարես բուն իմաստով ծանր պատերազմ։ Եվ ասենք, եթե Հայաստանը հայտնվում է այդ պատերազմի կիզակետում, դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնում, որովհետև կներեք ուղղակի մարդիկ չեն պատկերացնում ինչեր կարող է տեղի ունենա, երբ որ գերտերությունները սկսում են զբաղվել իրենց շահերով եւ իդեմս Հայաստանի տեսնում են ինչ որ խնդրեմ կամ խոչընդոտ, սահման չկա այն բաներին, ինչ որ իրանք կարող են անել, որ այդ խոչընդոտը վերանա։ Հետևաբար մենք պետք է հասկանանք, որ մեր գլխավոր մեր քաղաքականության այս ահավոր մարտահրավերը մենք պետք է զբաղվենք հետևյալով, թույլ չտանք Հայաստանում հիբրիդային պատերազմ Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Մինչդեռ ամեն ինչ գնում է շատ սխալ ուղղությամբ եւ առաջին անգամ հայոց պատմության մեջ խաղադրույքներ են կատարվել Արևմուտքի եւ Ռուսաստանի կողմից։ Այսինքն Արևմուտքը արդեն նշանակել է Թուրքիայի հետ ու Ադրբեջանի հետ միասին իրենց տեխնացու Նիկոլ Փաշինյանին, փոխնախագահ Ամերիկայի նախագահ Ջեյ Վենսը, Եվրոմիության դիրքորոշումներն են հայտնի, Մակրոնի դիրքորոշումը եւ այլն։ Արդյոք ասում են, էս պիտի լինի մեր մարդը։ Սա առաջին անգամ ասած բան։ Իսկ Ռուսաստանը անուն չի տալի, բայց էլի այդպես ակնարկելով, բանով, ասենք Պուտինի ասածներից էլ էր այդ ակնարկը բխում, թե ով է, ասենք, ում են իրանք գերադասում եւ բնականաբար նաեւ այդ տարբեր տեսակի ակնարկներից եւ քարոզչական գործընթացներից մենք կարողանում ենք հասկանալ, որ նույնքան եւ Ռուսաստանն է անում, չնայած պետք է ասել, որ Ռուսաստանն ավելի շատ պատասխանա նրան առաջին Արևմուտքը խաղադրույքը կատարեց ու դա ինձ համար ինչ ասեմ, ամենախնդրահարույց բաներից մեկն է։ Այս վերջերս մենք հանդիպում ունեցանք Եվրոպայի խորհրդից մեծ դելեգացիա էր եկել, մեր այդ հանդիպում ուզեց եւ նրանք եկել են հենց դիտորդական առաքելությամբ, դե Եվրոպայի խորհրդի հետ ես շատ լավ ծանոթ եմ, մեր պատվիրակության մեջ եղել եմ։ Ես իրաց այս պատկերը ներկայացրեցի եւ ես հարց տվեցի, ասի ժողովուրդ, ընդ իտալացիք էին նստած, իսպանացիք, չգիտեմ, գերմանացիք եւ այլն։ Ասում են ժողովրդավարությունը նրա մասին չէր, որ ժողովուրդը ինքը պետք է ընտրի իր առաջնորդին։ Դա մասին էր, չէ՞։ Ժողովրդավարությունը նրա մասին չէր, որ դուք պետք է ասեք ում պետք է ընտրի հայ ժողովուրդը։ Կամ մոլդովական սցենարի իրականացվի։ Այսինքն իրականում այս մոտեցումը ոչնչացնում է ժողովրդավարությունը Հայաստանում։ Էլ չասած, որ երբ որ Արևմուտքը նշանակում է իր այսպես ասած ընտրյալին, այդ դեպքում նաև մի ուրիշ խնդրեմ է ստեղծվում։ Այդ ընտրյալը համարում է, որ մնացած բոլորին կարա հայտարարի Պուտինի ագենտ, այսինքն բոլոր նրանք, ով իր իշխանությանը ինչ որ մարտահրավեր են նետում կամ քննադատում են ուղղակի,
իր իշխանությունը։ Դրա տենց անում է։ Ահա, դրանք բոլորը արդեն Պուտինի ագենտ են, դրանք բոլորը արդեն FSB-ի, չգիտեմ, գործակալներ են եւ բնականաբար, հետեւաբար օրենքից դուրս են, իրանց հետ կարելի անել ինչ ուզում ես։ Ու դա, երբ որ դու սկսում ես անել ինչ որ ուզում ես, առանց հարգելու օրենքը, սահմանադրությունը, ասենք դա ինչ է նշանակում, դա նշանակում է ժողովրդավարության ոչնչացում, մարդու իրավունքների ոչնչացում։ Այսինքն դու կարաս մեկի խոսքի ազատությունը կտրես, որովհետև դու իրան հայտարարել ես օրենքից դուրս։ Նայեք, պարոն Զուրաբյան, նախքան Հայաստանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը էլի ըստ էության քարոզարշավի մեջ էր, ուրախ ավտոբուսով գնում էին մարզեր, հանդիպում էին մարդկանց հետ, ինչ որ կեքսեր բաժանում, քարտեզեր բաժանում եւ այլն, բայց հռետորաբանությունը կարծես ավելի մեղմ էր։ Իսկ չգիտեմ զուգադիպությունն է թե ինչ, բայց գագաթնաժողովից հետո Նիկոլ Փաշինյանը սկսել է արդեն վերադառնալ 18 թվականի Նիկոլ Փաշինյանի կերպարին, սպառնում է մարդկանց, վիրավորում է, արդեն անցել է մարդկանց երեխաներին, Գագիկ Ծառուկյանի որդուն անվանում է լակոտ եւ այլն, այսինքն մտել է ամբողջովին ագրեսիվ կերպարի մեջ, արդյոք դա չի նշանակում, որ նա ունի որոշակի նաեւ քարտ բլանշ անել այն ամենը, ինչ ուզում է։ Միայն թե վերարտադրվի, որ արևմուտքը ելնելով իր աշխարհաքաղաքական շահերից բան անելու, աչքա փակելու ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խախտման վրա։ Ես ասում եմ, այդ Եվրոպայի խորհրդի ժողովրդին այդ բանը ասեցի եւ իրանք մտահոգված էին իրականում դրանով, այնպես չի որ իրանք ի վերջո արևմուտքում կան եվրոպական դեմոկրատական արժեքներ եւ մարդիկ նվիրված են դեմոկրատական արժեքներին։ Ուրիշ բան է, երբ որ խնդիրն է, որ երբ որ հակասության մեջ է մտնում շահերի հետ, բանը աշխարհաքաղաքական շահը ժողովրդավարության աջակցության հետ, միշտ հաղթում է շահը, հա։ Այսինքն ժողովրդավարությունը կարա մեռնի, որովհետեւ գերակա շահը այդ աշխարհաքաղաքական բաները, նկարտումները։ Ու սա խնդիր է, որովհետև իրականում Նիկոլ Փաշինյանը այսօր զբաղված է, բացի ամեն ինչից, նաև ժողովրդավարության ոչնչացմամբ Հայաստանում, անգլիշխարության հենց ծայրահեղական ձևերի բանով, արմատավորմամբ, ունենալով ժողովրդավարական համայնքի աջակցությունը։ Սա իսկապես կատաստրոֆիկ վիճակ է, որովհետև դա թույլ է տալու նաև Նիկոլ Փաշինյանին ավելի արդյունավետ կատարել այն գործիքի դերը, որ իր վրա դրել է ոչ այլ ոք, քան Իլհամ Ալիևը։ Հիմա այս էլ է մեծ խաբեություն, որ իբր մենք գնում ենք դեպի եվրոպական արժեքներ, իբր մենք գնում ենք դեպի դեմոկրատական աշխարհ։ Հիմա էլ Այս բաները գիտեմ, որ շատ վերացական թեմաներ են։ Հիմա ամենակարևոր գործիքը դարձրել են մենք վիզաների ազատություն կստանանք։ Այ եթե Նիկոլը չլինի, մենք մեր ոտքը Եվրոպա չի։ Ու Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք ասենք ունեն ազգականներ Եվրոպական միությունում եւ իրանց համար իսկապես այս վիզաների ազատականացումը բավականին լուրջ փաստարկա, որ իրանք ինչի ատելով Փաշինյանին պետք է կուզենան իրան բայց ներողություն, պարոն Զուրաբյան, մի բան ընդհատեմ, նայեք, Նիկոլ Փաշինյանի այդ չակերտավոր ասած, այդ եվրոինտեգրման կուրսը նոր չէ, տևական ժամանակ ինքը գնում է այդ ուղղությամբ, սակայն Հայաստանում Շենգեն վիզա ստանալու համար մի ամբողջ պատմություն է, շատ ավելի ամիսներ է պահանջվում, որպեսզի մարդու հերթը հասնի, ոչ թե ստանալ, հերթը շատ ավելի հասնի։ բարդացել է հենց Նիկոլ Փաշինյանի օրոք, բայց էլի Փաշինյանը միշտ գտնում է ձևը։ Ինքը իրավիճակը վատն է, բայց ինքը միշտ կարողանում է կախել հանրության առաջ մի հատ sense բան երազանք, այսինքն ասում է հեսա մենք շատ շուտով կազատականացնենք այդ վիզաները, Շենգեն վիզաները եւ այլն, բայց Եվրոպան 4 պահանջ է դրել մեր առաջ, թե ինչա պետք անել, որ ազատականա։ Եվ գլխավոր պատճառները, որ ինչի դա չի կատարվում, կապված են հենց Նիկոլ Փաշինյանի կառավարության անշնորհքության հետ։ Մասնավորապես օրինակի համար այդ ինչա կոչվում, այդ բիոմետրիկ անձնագրերը համար 1 պահանջն է։
Բայց այդ բիոմետրիկ անձնագրերը Հայաստանը վաղուց էր անցնում այդ բիոմետրիկ անձնագրերի։ Այդ process-ը դադարեց Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Հիմա փորձում են նորից վերադառնալ այդ process-ին, ձեռի հետ օգտագործում են առիթը Արարատի պատկերը հեռացնում են բանից, անձնագրի։ Խորվիրաբը նկարում են նենց ռակուրսով, որտեղ գոյություն չունի։ Բայց էդ էլա, չէ՞, այտենց տիպիկ Փաշինյանական բան։ Արարատը հանում ենք, բայց բացում ենք եվրոպական բան, հեռանկար, հասկանում եք, չնայած ասենք Եվրոպան չի պահանջել, որ դու Արարատը հանես այդ բանը, դες բան չկա։ Դες բան գոյություն չունի, ինքը ասել է ընդհանրապես բիոմետրիկ ստանդարտներով անձնագրեր ստեղծի, ու դու ես տապալել այդ գործը, ու դու ես դանդաղացնում այդ գործը։ Այդ դու ես արել նենց, որ հիմա մի հատ ID ստանալու համար պետք է գնաս ամիսներով հերթ կանգնես։ Ասենք հիմա ID ստանալու համար պետք է ամիսների հրաժեշտ բարձվեց, որ հիմա ստանանք ID, պետք է սպասենք մինչև նոյեմբեր, իսկ եթե շուտ ենք ուզում, պետք է կարծեմ Սյունիքում էր ամենամոտիկ պատուհանը, պետք է Երևանից հասնենք Սյունիք, որպեսզի այդ անձնագրերը։ Այսինքն հողի վրա խնդիրները ստեղծել է այս Նիկոլ Փաշինյանը իր ապաշնոր կառավարման բանով, բայց մեկը ծախում է այդ բաները, այդ դժվարությունները, որ ինքն է ստեղծել։ Ծախում է հայ ժողովրդի վրա, այն առումով, որ այ հիմա կլինի վիզաների ազատականացում, այդ ժամանակ այդ սաղ խնդիրները մի կողմ կդրվեն։ Բլեֆ, սուտ, էլ չասած, որ 4-րդ պահանջը, այդ ամենակարևոր պահանջն է։ Այդ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նորմերի պահպանումն է։ Այ այստեղ աշխարհաքաղաքանի համար կանեն, բայց քանի որ իրանք գիտեն, եվրոպացի գիտեն, որ ստեղ արդեն իրանք շահերի է բախվելու, որտեղ իրանք չեն ուզում ավտորիտար երկրից, որտեղ կա բան ռեպրեսիաներ, քաղաքական օպոնենտներին, չգիտեմ, ճնշում են եւ այդ բանը իրանք չեն ուզում, որտեղ դա առնչվելու է արդեն իրանք խնդիրների հետ։ Իրանք եթե տան ազատ վիզա, մարդիկ ուղղակի զուտ քաղաքական բաների, ռեպրեսիաների, չգիտեմ, հազար մի պատճառներով գնալու են լցվել Եվրոպա։ Այսա Եվրոպան այստեղ ինքը ժողովրդավարական նորմերը Հայաստանում կպաշտպանի։ Արդյունքում կստացվի մենք չենք ունենա այդ բանը։ Հիմա ես էլ եմ ասում, կներեք, իսկ Հայ ազգային կոնգրեսը ասում է, որ մենք Եվրոպական միության հետ հարաբերությունները շատ բարձր մակարդակով կկառուցենք եւ ամենակարևորը մենք կապահովենք ժողովրդավարական նորմերը։ Մենք ոչ մեկին չենք հետապնդի իր քաղաքական հայացքի համար։ Մենք մի ամբողջ ծրագիր ունենք եւ սահմանության փոփոխության, որ այս անձնիշխան սահմանադրությունից ազատվենք։ Դա ուզում ենք վերադառնալ նախագահական խորհրդական կամ կիսանախագահական համակարգի, որում արդեն հագրի պահպանմամբ երևի եթե մի կուսակցություն կա, որ անկախության հռչակագրի թիկունքին միջև վերջ կանգնած է, այդ մենք ենք։ Ես էլ որ չլինեմ Արամ Մանուկյանը թույլ չի տա։ Արամ Մանուկյանը հայտարարել է, որ ինքը անձնապես պայքարելու է Սահմանադրության փոփոխությունների դեմ այս իշխանության նկատի ունենք։ Մենք պայքարելու ենք սահմանադրական փոփոխությունների կողմ, բայց մենք դրա տակ նկատի ունենք ավելի էֆեկտիվ կառավարման մոդել ստեղծելը, այդ զսպումների եւ հակակշռների մեխանիզմը ստեղծելը, որը նաեւ կոռուպցիա թույլ չի տա եւ ամենակարևորը ոչ ոք չի ստանա անձնական անսահման իշխանություն այդ մեր առաջարկած սահմանադրության կառավարման մոդելով։ Այսինքն մեր ծրագիրը ավելի արագ տեմպերով ու ավելի եւ չէ, նկատի ունեմ այս վիզաների հարցը, շատ ավելի արագ տեմպերով կտանի դեպի այս վիզաների հարցի լուծումը, քան թե Նիկոլ Փաշինյանի այս կրուտիտները։ Ինքը իրականում, տեսեք, այս շատ կարևոր է որ ասեմ։ Ասենք այս բանն է Նիկոլի քաղաքականության ամբողջ էությունն է։ Ասենք հիմա ասում են մենք գնում ենք խաղաղության, հա։ Տեսեք Ադրբեջանը արդեն գնացքներ ուղարկեց։ Չգիտեմ, Թուրքիան ինչ որ որոշում ընդունել, մի հատ բյուրոկրատական process-ը ավարտվել է ուղիղ պրոպան։ Հարցը ցակում, լավ, այդ սա արել եք, սահմանը ինչի՞ չեք բացում։
հայ-թուրքական սահմանը ինչի չի բացվում, որ արդեն գնան սկսեն այդ առևտուրը։ Պարզ բան է։ Այս ամեն ինչը միայն սիմվոլիկ ժեստեր են Նիկոլի նկատմամբ։ Բայց ոչ մի ժեստ չկա, Այսինքն գետնի վրա որևէ ասենք դա հա, չկա ոչ մի ժեստ, որը Նիկոլից անկախ Հայաստանին տալու է ինչ որ ապաշրջապակում, այդպեսի քայլ չկա։ Ոստեղ հարց է ցակում։ Այդ ինչ քաղաքականություն է տանում Ադրբեջանն ու Թուրքիան, որ ցուցած ամեն ինչ տալիս են, ինչ որ պետք է Նիկոլ Փաշինյանի PR կամպանիայի համար, բայց ոչինչ չեն տալիս, ինչ որ պետք է Հայաստանին։ Հարցա, չէ՞։ Այդ հարցը ունի շատ պարզ պատասխան։ Նիկոլ Փաշինյանը իրանց պետք է ընդամենը որպես Հայաստանի դիմադրողականությունը թուլացնող կուսակալ ղեկավար, որին իրանք կթելադրեն, թե ինչպես է շարունակվելու Հայաստանի թուլացման գործընթացը։ Էսա, այսինքն ռեալ բան չեն տալիս։ Ինչն է, գնում ենք խաղաղություն, չէ՞։ Ասին չէ, խաղաղություն հաստատված է։ Հայաստանը արդեն խելք է հավաքել եւ այլն եւ այլն։ Բողոքում է Բայրամով ասում այնտեղ կան ուժեր, որոնք դեռ շարունակում են հակաադրբեջանական։ Այդ ամեն ինչը դեմն առնելու ամենալավ բանը այն կլներ, որ սահմանները բացեիք։ Հիմա բացեիք սահմանները։ Թողեք աշխատեր։ Հայ-թուրքական սահմանը թող հիմա աշխատեր։ Ինչի՞ չեք անում։ Պարոն Դա Զուրաբ, էապես կամրապնդեր, չէ՞ խաղաղությունը։ Ես ասեմ ինչի չեն անում։ Չեն անում, որովհետև դիմադրություն, դիմադրողականության պաշար չեն տեսնում, ավելին տեսնում են այդ դիմադրողականության պաշարը թույլատնելու հեռանկար։ Այ երբ որ իշխանության գա մեր նման ուժը, որը համարում է, որ խաղաղությունը պետք է խարսխված լինի քո դիմադրողականության պաշարը ուժեղացնելու վրա, այդ ժամանակ եւ Ադրբեջանը եւ Թուրքիան կհասկանան եւ կտեսնեն, որ իրանք լուրջ ունեն, գործ ունեն լուրջ մարդկանց հետ, լուրջ պոտենցիալ բանի ամրացման լուրջ պոտենցիալ ունեցող պետության հետ։ Այդ ժամանակ կգան արդեն ռեալ քայլերի, սահմանները կբացեն, պայմանագիրը խաղաղության կստորագրեն եւ մնացած բոլոր քայլերը կանեն, որոնք իսկապես հարատև խաղաղություն կհաստատեն Հայաստանի համար։ Պարոն Զուրաբ, քանի որ ժամանակը սուղ է, մի վերջին հարցի էլ անդրադառնանք, եթե այնուամենայնիվ այդ ամենով հանդերձ Նիկոլ Փաշինյանին հաջողվի վերարտադրվել։ Ես միշտ վերարտադրվել բառն եմ իր պարագայում սիրում օգտագործել, որովհետև վերընտրվելը ցեք ավելի լեգիտիմություն է տալիս։ Վարչական ռեսուրսների կիրառմամբ, ֆինանսական կեղծիքով, բռնաճնշումներով այնուամենայնիվ հաջողվի վերարտադրվել։ Թեպետ Լևոն Տեր-Պետրոսյանը արդեն իր կարծիքը հայտնել է հետընտրական զարգացումների վտանգավորության մասին, բայց այնուամենայնիվ կան այնպիսի հետընտրական զարգացումներ, որոնք առանց ցնցելու Հայաստանի Հանրապետությունը, առանց վտանգելու անվտանգությունը կարող են բերել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը իշխանությունից։ Նշмарում եք նման ճանապարհներ։ Գիտեք ինչ, կյանքը երբեք չի վերջանում, այսինքն ցանկացած հանգրվան ի վերջո բացում է նոր ժամանակաշրջան, պայքարի նոր փուլ եւ այլն եւ այլն։ Հիմա մենք հասկանում ենք, որ ճիշտ կլինի Նիկոլ Փաշինյանին հեռացնել եւ դա միանգամից բազմաթիվ հեռանկարներ է բացում, հատկապես եթե իշխանության գալիս են ռացիոնալ, իրատեսական, փորձառու մարդիկ։ Բայց եթե դա տեղի չունենա, մենք պետք է հասկանանք, որ դրանով Հայաստանը հենց չվերջացավ, այսինքն որովհետև այնուամենայնիվ շատ է ֆակտորները։ Նույն Իրանի ֆակտորը կա, որ ինքը թույլ չի տա այտենց հեշտ բանը Հայաստանի շահերը ոտնահարվեն։ Հազար մի ուրիշ գործոններ կան, որոնք այնուամենայնիվ չեն բերի, ասեմ, ակնթարթային մահի Հայաստանի, էլի, այդպես ակնթարթային ադրբեջանացման է։ Այսինքն չէ, ուզում ասեմ, այնուամենայնիվ հələ դեռ գործընթացներ լինելու են, մասնավորապես, այո, եթե Նիկոլ Փաշինյանը գնա կոպտագույն խախտումների հայ ժողովրդի կամքը կեղծելու ուղղությամբ, բնականաբար դա կառաջացնի ռեակցիա մեր հանրության ժողովրդի կողմից, քաղաքական ուժերի կողմից, իհարկե, եւ
դա կարող է նոր խնդիրներ, այսինքն դա կարող է մի հատ նոր թափ տա այս մեր պայքարին եւ ինչու՞ չէ միգուցե այլ process-ներով, որոնք ես չէի ուզի որ այդպես լիներ, որովհետեւ այնուամենայնիվ իշխանության փոփոխության լավագույն ճանապարհը եղել է ու մնում է ընտրությունները եւ ճիշտ լիներ որ այդ ճանապարհով մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, բայց եթե կատարվի այն ինչ որ դուք ասեք, պայքարը շարունակվելու է այլ ձևերով, այդ այլ ձևերով արտահայտության համար ոնց որ այս դեմոկրատական Հայաստանում կալանավորում են։ Լավ կարելի ասել պայքարը շարունակվելու է մինչև վերջ։ Հա, պայքար միջև վերջ, այդ հələ դեռ բան չի, քրեականացված չի։ Չէ, դեռևս միայն մեր ձևովն է քրեականացված, պայքար միջև վերջը, համենայն դեպս Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցել դեռևս քրեականացնել, թե այս հաղորդումից հետո կմտածի այդ ուղղությամբ, թե չէ, չգիտեմ։ Շնորհակալ եմ պարոն Զորաբյան նման հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ